Սիրինես Աստված օրհնե բոլորիս, ուզում եմ մի հարցը պատասխանել, ինչ է աղանդը։ Գիտեք, գրում են ինչ է աղանդը, կամ մեզ չգիտեմ հարց են տալիս, դու որ եկեղեցուց ես, ասում ես ավետարանական, ասում են, ուրեմն աղանդավոր ես։ Սիրինես, ուզում եմ համաձայն Աստծո խոսքի շատ կարճ ու կոնկրետ պատասխանել այս հարցին, ինչ է աղանդը։ Սիրինես, շատեր իրականում այս բառը օգտագործելով, դուք նույնիսկ չգիտեք աղանդ բառի նշանակությունը ինչ է նշանակում աղանդ։ Խորհուրդ եմ տալիս ձեզ, մինչև արտահայտվելը մի հատ ուսումնասիրեք այս բառը եւ նշանակությունը հասկացեք, հետո նոր կարողացեք, այսինքն այս մեկին տվյալ անունով դիմել կամ մեկին այսպես պիտակավորել, հա։ Նայեք, աղանդ բառ, աղանդ նշանակում է առաջի տարում, եթե դու նայում ես առաջի տարում, ինչ է նշանակում աղանդ։ Աղանդ նշանակում է учение, այսինքն ուսմունք, կամ նշանակում է մի ուրիշ բան, կրոնական ուղղվածություն, այսինքն երբ որ հարցը վերաբերվել է եկեղեցուն, Աստվածաշնչին, Աստծուն, հավատքին, եկեղեցական որևէ մի կազմակերպության, հոգևոր, այսինքն իրանք կոչել են աղանդ, պատկերացրեք, աղանդ այսինքն ինքն ինձ սարսափելի բան չէ, որ մարդիկ կան վախենում են, ինձ աղանդավոր ասեցին, ինչ պիտի լինի։ Ինչ պիտի լինի, այս նույն աղանդը ասում էին, ասեմ, Պողոս առաքյալին առաջի դարում։ Երկրորդը, եթե դուք եկեղեցական պատմություն եք ուսումնասիրում, սիրելիներս, մեզ, որպես հայ առաքելական եկեղեցի, երբ որ մենք առաքելական եկեղեցի, մենք քրիստոնյա ենք դարձել, սիրելիներս, մեզի էլի աղանդավոր են կոչել։ Ինչի՞։ Որովհետև ասել են, սրանք կրակապաշտությունից, հետանոսությունից նոր աստվածների են դիմել, նոր Աստծուն են գնացել։ Պատկերացրեք։ Այսինքն մենք էլ իմիջիալոց ես էլ ասեմ, որ շատ անգամ ասում ենք մենք, առաջինը, լսեք, իսկ ինչ գնով հասավ մեզ ավետարանը, երբ որ Թադևոսն ու Բարտիմեոսն եկան Հայաստան, այո, ինչ ձև մենք նրանց դիմավորեցինք, հաց ու աղով, իհարկե ոչ, պատմությունը նայեք, մենք սելով, մեր պապերը, մեր այրան մեջն է, մենք նրանց կաշիները հանեցինք ու խաչեցինք, այս գնով է հասել մեզ ավետարանը, ինչի, որովհետև այն ժամանակ կրակապաշտ ու շատ տարբեր չասվածներ ունեինք, ու երբ որ եկան խոսածին կենտանի Աստծու մասին, մենք նրանց բռնինք ու խաչինք, գիտեք ինչն է տարօրինակ ու սարսափելի, երբ որ մարդիկ, երբ որ մի բան առաջի անգամ են լսում, իրաց համար դա այնց կարծիք է, որ գիտես ինչ կա, դա սխալ է։ Սիրես ասեմ, եթե մի բան դու առաջի անգամ ես լսում, դա չի նշանակում, որ սխալ է։ Ուղղակի քո ինֆորմացիան է շատ սխալ ու նեղ եղել, սահմանափակ դու ինֆորմացիա ես ունեցել։ Ու խորհուրդ եմ տալիս ավելի լայնացրել քո մտածելակերպը, քո գիտությունը, գիտելիքդ ավելի ճիշտ։ Հիմա ուզում եմ Աստվածաշնչից երկու տեղ կարդամ, սիրելիներս, որտեղ գրած է Գործ առաքելոց 24-րդ գլուխ 4-րդ խոսքի մեջ։ Երբ որ Պողոս առաքյալին դե լսած կլինեք, եթե չեք կարդաց Աստվածաշունչը, գոնե լսած կլինեք։ Ինքը Աստծո առաքյալներից էր, որը որ իմիջիալոց նոր կտակարանի 60%-ից ավել թղթերը ինքն է գրել։ Պատկերացրեք։ Ինքը ես էլ ասեմ, Սողոսն էր, հետո դարձավ Պողոս, ինքը եկեղեցին հալածող էր եղել, եկեղեցիներին վնաս տվող էր, բայց Աստված երբ որ նրան հայտնվավ, Հիսուս Քրիստոսը Դամասկոսի ճանապարհի վրա, ասես լսե, դու չես կարող իմ դեմ գնաս, այսինքն եկեղեցին ինքը ամբողջացրեց իր հետ, ու իր հետ ինքը մեկ մարմին սարքեց եկեղեցին։ Եկեղեցի, ես էլ ասեմ, սիրելիներս, եկեղեցի նշանակում է եկեղեցի, միասին, միաբանություն, ժողով, այսինքն ժողովարան, որտեղ մարդիկ կհավաքվին, դա կոչվում է եկեղեցի, եք լինենք միասին, եկեղեցին տաճարը չէ, տաճարի հետ մի խառնենք եկեղեցին, տաճարը ինքը շինությունն է քարե, եկեղեցին դա մարդկաց հավաքույթն է, կարդացեք Աստվածաշունչը, ուղղակի խորհուրդ եմ ձեզ տալիս ու խնդրում եմ ձեզ, բայց հիմա որպես շատ թեմա այդ շեղվինք, աղանդ բառի նշանակությունը։ Նայեք, Գործ առաքելոց 24-4-ի մեջ գրված է, որ Պողոս առաքյալին բռնեցին, բերեցին դատարան, այսինքն իրան մեղադրում էին, որովհետև իրակ ապրում էին այն ժամանակ Մովսեսի օրենքներով, թլպատությունով, շատ բաներ պահելով,
ու ինքը ուղղակի ելավ ասես, լսեք, թլպատությունով չէ, որ մենք պետք է փրկվենք, պետք է հավատալ Հիսուս Քրիստոսին։ Շատերի համար դա գիտեք, չէ, ինչ ստրեսային, ինչ մտքի մտածելակերպի երրաշարժ էր տեղի ունենում իրաց մոտ։ Իրաք այն Մովսեսի օրենքները, կրոնական, այսպես պայող ավանդույթներով, ու մեկը եկել է ասում է, լսեք, թլպատություն պետք չէ, պետք է ուղղակի հավատալ Հիսուս Քրիստոսին ու կփրկվես։ Ոնց կարա այդպես լինի։ Ու ուսպես լիքը տարբեր բաներ, ինչից ազատում էր Պողոսը մարդկանց։ Երբ որ ասում էր, գիտեք ինչ կա, չի կարելի բաժանվել, որովհետեւ մե ուրիշին առնել, ինչի, որովհետեւ դե այսօր ես կնոջը թե դե իշ վաղը չես սիրում էլ իրան, կարաս գնաս մե ուրիշին առնես։ Այդ ինքը այսպես բաներին հանդիմանում էր ու շատ լավ ուղիղ ու սուր բաներ ուներ ուղված գրված, ուսիկ մարդկած աչքերին, ականջներին ուղղակի ընդունելի չէր։ Ու նայեք, Պողոս Արաքյալին ինչ են ասում է 24:4 Գործ Առաքելոց, որովհետև մենք գտանք այն մարդի, որ ապականիչ եւ խռովարար է այն ամեն հրյաներին, որ բոլոր աշխարհկումը կան, եւ նազովրեցիների աղանդի առաջնորդն է։ Աղանդի առաջնորդն, այսինքն աղանդավորների առաջնորդն է։ Քրիստոնյաներին կոչում էին աղանդավոր։ Պողոսին ասում էին աղանդների առաջնորդ։ Պատկերացնում եք։ Հիմի Գործ Առաքելոց 28-21 ուղղակի այնքան տեղեր կա, ժամանակ չկա, որ ես այսպես ավելի շատ ծավալվի։ 28-21 գրված է, բայց 28-21, որովհետև այդ աղանդի համար մեզ հայտնի է, որ ամեն տեղ դրա դեմ են խոսում, այսինքն Գորգ Մարկոս ավետարան 16-15 գրված է, գնացեք ամբողջ աշխարհը քարոզեցեք ավետարանը, ով որ հավատա կփրկվի, ով որ չհավատա կդատապարտվի։ Պողոս Արաքյալը ելել էր ու ավետարաններ քարոզում, ու ինչ էին ասում, այս աղանդի մասին ամենտեղ լսվում է։ Այսինքն այսօր շատերի մոտ գիտեք ինչ է ձևավորված ու այսպես ստեղծված։ Եթե Աստծուց ես խոսում, դու աղանդավոր ես։ Եթե ասում ես փառք Աստծուն, նորմալ է, ասում ես փառք Հիսուսին, հավատացյալ ես։ Կամ երբ որ ասում են, ախպեր դե մի բաժակ բան խմենք, ասում ես, չէ, էլի չեմ խմենք, չես ծխել, չէ։ Ախպեր հավատացյալ ես։ Այսինչ դեֆորմացված մտածելակերպ է ժողովուրդ։ Ու ուղղակի ես չգիտեմ ինչ ասել։ Եկամ ասում են, Աստվածաշունչ ես կարդում, հա, իսկ դու հավատացյալ ես, հա, աղանդավոր ես, հա։ Ինչի որ օրվանից դարձավ Աստվածաշունչ կարդալը աղանդ, չխմելը, չծխելը, չայոյելը, ուրեմն դու աղանդավոր ես։ Սիրելիներս, եթե Պողոս Արաքյալին էին ասում աղանդավոր, մեզ էլ կասեն։ Ու ի դեպ ասեն, եթե դուք ինձ ասում եք, որ եկեղեցուց ես, ասում եմ ավետարանական, հարցնում եք աղանդավոր ես, հիմա ասում եմ, եթե դուք այս աղանդի մասին եք, որի նոր ասում էին Պողոսին աղանդավոր, այո, ես հենց այն աղանդից եմ, այո, ու ամեն, հենց այն աղանդից եմ, Հիսուսի աղանդից եմ, ու խորհուրդ եմ տալիս դու հետ առնաս, Հիսուսի եկեղեցուց, Քրիստոսին ճանաչես, ու Հիսուսն ասեց իրականում, եթե իմ անվանս համար կհալածվիք, ձեր վարձքը խիստ մեծ է ու ուրախացեք, ու ես օրհնում եմ ձեզ, սիրելիներս, ոնց որ Հիսուսն էր ասում, օրհնեք ձեզ հայոյողներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, ես օրհնում եմ ձեզ Հիսուսի անունով, եղեք օրհնված ու իմ աղոթքս է, որ դուք ճանաչեք Քրիստոսին, ամեն։